այսօր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանն է։ Բարև ձեզ Տիկին Ալեքսանյան, շնորհակալ ենք մեզ զրույցի հրավերն ընդունելու համար։ Նախ մի երկու խոսք այսպես Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Հա, որպես մանկավարժի, ինչպես կգնահատեք այսօր Հայաստանում տիրող իրավիճակը։ Նախ շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Բարև հայրենակից։ Այսօր մեր երկրի իրավիճակը ես կարող եմ մեկ բառով արտահայտել՝ ողբերգություն կամ ողբերգական, որովհետև 7-րդ տարին է ՄԱՀԿ անունն առած սավառնում է երկնքում։ Ու բոլորովին միտք էլ չունի հեռանալու գոնե այսօրվա իրազեկման պայմաններում, որովհետև այս հարցի հիմքում ընկած է մեր ազգ չի էլ մնացել իհարկե, ժողովուրդը քանդեց ազգի տունը, բովանդակությունը, որովհետև ժողովուրդն իր անտարբերությամբ, իր անտեղյակությամբ, իր մի խոսքով, նաև ներողություն եմ խնդրում բոլոր ակնդիրներից և ունկնդիրներից, իր տհասությամբ երբեմն իրերը, իրադրությունը գնահատելու անկարողությամբ, որովհետև երբ որ հայ մարդը, որը հասել է 21-րդ դար, բազում անհաշիվ պայքարի, ողբերգությունների, նաև հաղթանակների միջով իրավունք չուներ 21-րդ դարում դառնալ պատանդը տհասության։ Այսօր մեր երկիրը, մեր ազգը, ցավալում եմ, որ մեր ազգը իր քանակով այսօր շատ փոքր է մնացել, որովհետև ժողովուրդն այլ բան է, երբեմն նաև իրացվել է ամբոխի, պարզապես ամբոխ։ Ասում են, ես ինչ պիտի անեմ, դուք որ պայքարում եք ինչ եք հասել, բայց երբեք մեղք իր մեջ չի փնտրում, որ եթե ինքն էլ միանար պայքարին, հիասթափությունը կա ժողովրդի կողմից, ասում են պայքարում ենք, արդյունքի չենք հասնում։ Ներողություն, ինչով էին հիացած, որ հիասթափվել էին։ Ես օրինակ հիասթափված չեմ, որտեղ երբեք հիացած չեմ եղել, բայց ես մասնագիտության բերումով, թե իմ հետաքրքրությունները ինքնակրթությամբ բավարարելու բերումով, ես միշտ ինձ ստիպել եմ իրադրությունը, ժամանակը ճիշտ գնահատել, ժամանակները տարբերել իրարից։ Այսօր եթե կան մարդիկ, որոնք բոլոր 3 նախագահների ժամանակը հավասարեցնում են, բոլորն էլ նույնն են, ընդ որում շատերը չգիտեն, որ այս չգիտեմ, ձեր եթերում ընդունված է խիստ խոսքը, թե չէ, ճիշտն ասած, ես օրինակ ուրիշ եթերներում, ես նրան անուն ազգանունով չեմ դիմում, ասում եմ թուրքի լամուկը, որովհետև եթե շատերը չգիտեն, որ սա նախագահ չէ, որ մեր սահմանադրության հոդվածներով ինքը չէ երկրի գլուխը այն հորդն է, հորդը կատարյալ, որը ամբողջ ժամանակ ման է գալիս աշխարհում եք, դե լավ էլի կյանքը վայելում է, իրեն ինչ, կամ ինքը ինչ էր իրենց ներկայացնում, որ կարողանա սահմանադրորեն երկիր ղեկավարել։ Այս սա է քանդում մեր ազգի տունը, ոչ մեկ իր տեղը ճիշտ չգիտի, եթե նույնիսկ այն ղրերի կատուն, որը ղրերում է առաջինը, հաստատ առաջինն է, որտեղ ոչ մեկը նրա հետ չի կարող մրցել, այսպես թալանել են նաև սահմանադրական իրավունքը այդ հորդի կնոջ, որին նույնիսկ անուն ազգանունն էլ չգիտենք, առաջին տիկին իբր նա պետք է լինի, չէ, համարվի սահմանադրության։ Հիմա սա յուրացրել է ամեն ինչը, յուրացնում է պետական բյուջեն առաջին հերթին, իրենց հայտարարած հերոս հարկատուների գումարները, հերոս հարկատուներ, դուք երբևէ դուրս չեք եկել նրա դեմ բողոքի բացառությամբ այս տարվա փետրվար ամսի, երբ որ
Տրանսպորտի գինը միջին բիզնեսի, չէ, այդպես է կոչվում, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները վերջապես հասկացան, որ բողոք պետք է լինի, որ իրենց մարդու տեղ դնող չկա, որովհետև գիտեք, ես չհարգեցի իրենց եւ իրենց կողքին չեմ հայտնվել, ես սովորաբար բոլորն ինձ գիտեն, այնտեղ եմ, որտեղ կա պայքար, բայց իրենց կողքին չեմ հայտնվել, զարմանում էին, որ ես չէի ընդունում նրանց պայքարը, որովհետև պատերազմ է եղել, հազարավոր զոհեր ենք ունեցել, այդ մարդկանց չի վերաբերել, մենք երկիր ենք կորցրել, Արցախ է դատարկվել, Բերձորը դերձորի է վերածվել, նրանց չի վերաբերել, հիմա կանգնել են ստամուխ սաղիքային պայքարի, ես էլ դա չեմ ընդունում։ Օրերս նաև խաղաղության պայմանագրի մասին խոսվեց, նշվեց, որ վերջնաարդյունքի է բերվել եւ երկու չհամաձայնեցված կետերը արդեն համաձայնեցվել են, Հայաստանը համաձայնել է կատարել այդ երկու պահանջները եւս, որի համաձայն նախ միջազգային այցելուներից պետք է Հայաստանը հայցերը յետ ընդունի եւ երկրորդ պայմանն այն էր, որ սահմաններից երրորդ ուժերը պետք է դուրս բերվեն։ Ձեր մեկնաբանությունը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Գիտեք, ինչ վտանգներ եք պայմանագիր կոչվածը բոլորովին չէի անվանի խաղաղության պայմանագիր։ Դա խայտարակության պայմանագիր է, խայտարակության։ Ես արդեն 2 տարի առաջ էլ ասել եմ, որ դա ոչ թե խաղաղության խաչմերուկ է, այլ խայտարակության խաչմերուկ է, որովհետև մեր երկրի, մեր հայրենիքի, մեր պետության վիճակը հավասարեցրել են կամուրջների տակ, որ կանգնում են, չէ, վարձուկանայք, դրանց մակարդակին են իջեցրել, այսինքն, ով շատ կտա, նրանը կլինի, հիմա, այդ երկու հոտվածները, իսկ որոնք են դրանք, ինչին են վերաբերում, ով գիտե, իսկ ես եղածը, որ իբր հայտնի դարձավ, են էլ մի փուր պատգամավորների բավականին դաժան պայքարից հետո, ինչ է իր մեջ պարունակում, երկրին ապագա կա, մեր ժողովուրդը եթե մի քիչ լիներ գրագետ, ուսում արած լիներ, այն ժամանակ, երբ որ գրվեց ապագա կա, ապագա, ես այդ նույն օրը հենց այդ գովազդային պաստառների վրա գրվեց ապագա կա, ապագա, այդ նույն օրը եթերում աղաղակել եմ, ժողովուրդ, այս նշանաբանը Էրդողանի նախագահական պաստառն է, նույնությամբ կրկնվող, մի ձայն տվեք համար 3-ին, եթե հիշում եք, համար 3-ն էր, չէ, նրանց այդ գովազդային պաստառը, մի ձայն տվեք, սա թուրքական է, սա անգլոսաքսերի հորինած ապագան է, ով լսեց, կամ մտածեցին, անալիզարեցին, կամ երբ որ այս 9%-անոց քաղաքապետը, որը քաղաքապետարան մտավ, առնվազն արգիշտի իրեն կարծելով, Իմիջիալոց ես 2 անգամ անցել եմ արգիշտի դարպասի տակով Վանաբերդի մեջ և այդ ժամանակվան էլ ասեք կանենքը Էրդողանի նշանաբան է, երբ որ նա Ստամբուլի քաղաքապետ պիտի դառնար, այսպիսի ճշգրիտ պատճենահանում թուրքական մոտեցումների, լավ էս ինչ է կատարվում մեր ազգի հետ, գիտեք, կճանաչեք Վահագն Չախալյանին, կամքի հիմնադրի ներողություն, երբ որ մենք 4 ամիս արդեն նստած էինք ազգային ժողովի ներողություն կառավարության դիմաց գերիների և անհետ կորածների վերադարձի պահանջով, մի անգամ Վահագն ասաց, երեխեք, մենք այդպես իրար, ամենամեծը ես եմ, իզնից մեծ չկա, տարեց չկա, ասաց, երեխեք, երբ որ մենք կարողանանք իշխանափոխություն կատարել, ինչ եք կարծում, առաջ ինչից պիտի սկսենք, մեկը կրթությունից, մեկը մշակույթից, մյուսը բանակից, մյուսը արդյունաբերություն, գյուղատնտեսություն, այսինքն բոլոր ոլորտները կործանված են,
առաջնահերթը հետադաս առաջադաս չկա։ Ես ձայն չի հանում։ Տղաներից մեկը թե Տիկին Ալեքսանյան, իմիջայլոց նրանք շատ հարգալից են իմ նկատմամբ, ասաց, օրինակ դուք ինչու ձայն չեք հանում, ինձ թվում էր, որ պիտի կրթության մասին դուք խոսեիք որպես կրթության ներկայացուցիչ։ Ասացի, եթե գա այդ պանծալի օրը, որ հնարավոր լինի իշխանափոխության, ինձ իրավունք եթե վերապահվեր, ես առաջինը կսկսեի ազգի գենի դնթեյուն ուսումնասիրելով։ Ես ինչ է կատարում մեր երկրի հետ։ Այնքան հեշտ են ընդունում թուրք հասկացությունը, չեք պատկերացնի։ Ես դպրոցում եմ աշխատել 36 տարի, երբ երեխաներին ճանապարհում էինք, արդեն կյանք, կոնկրետ ես ինձ այսպիսի արտահայտություն եմ թույլ տվել։ Երեխան էլ դուրս է գալիս լայն ասպարեզ։ Կյանքը իր բոլոր ծալքերը կբացի ձեր առաջ։ Հիշեք, թուրքին ճանապարհների խաչմերուկում կհանդիպեք, քաղաքակիրթ վայրերում կհանդիպեք, ամբիոնների մոտ կհանդիպեք, չմոռանաք։ Եթե նրա հագին ներողություն լինի սմոքինգ, թե ֆրակ, չմոռանաք, որ միջինը թուրք է։ Ցավալիորեն ես ճիշտ դուրս եկա, ցավալիորեն, եթե որ ես հանրահավաքների ժամանակ հանդիպում եմ իմ նախկին աշակերտների, որոնք գալիս են հանրահավաքների, ասում եմ, բայ ինքան ուրախ եմ, որ եկել եք, ասում եմ, Տիկին Ալեքսանյան, այդքան պատմություն մեզ սովորեցիք, ինչպես կարող ենք այստեղ չլինել։ Իսկ հիմա այսօրվա ուսուցիչը ինչ է սովորեցնում աշակերտին Սմբատ Հովհաննիսյանի գրած ինչպես է կոչվում, հայոց պատմություն չի կոչվում, Հայաստանի պատմություն։ Սրանք աղավաղել են ամեն ինչը, ինչ որ հնարավոր էր աղավաղել։ Նախ այդ Սմբատ Հովհաննիսյան կոչված ապիկարը հայոց պատմության մասնագետ չէ, սկսենք այդտեղից։ Եվ այս դասագրքի նպատակը ես կարծում եմ հետևյալն է. երեխայի մեջ ոչնչացնել մեր ունեցած պետականության զգացումը, որովհետև ես հիմա դաժան բան պիտի ասեմ երևի, աշխարհի ոչ մի այսօրվա հզոր պետություն, գերպետություն չունի այնպիսի փաստաթղթեր, որտեղ մագաղաթի վրա սև մելանով գրված լինի գահնամակ եւ զորանամակ փաստաթղթեր։ Ուրեմն այսօր ոչնչացնում են, որ մենք չենք ունեցել պետություն։ Սա մենակ կարող է անել թուրքը։ Մեր գենային հակառակորդ թշնամին։ Օրինակ, երբ որ սրան համարում են դավաճան, ես վիրավորվում եմ։ Նա մերը չի եղել, որ դավաճան համարենք, նա մեր թշնամին է, ներդրված, մեր իսկ ձեռքով, մեր իսկ միջամտությամբ։ Գիտեք, այդ 18 թվականին ողբերգական կարող եմ ասել, ես հիվանդանոցում էի իմ որդու հետ, այդ ժամանակ որ ասում էին Նիկոլի հետևից մարդիկ են գնում, շարասյուններ են եւ այլն, ես ապշում էի։ Ասում էի, այդ կիսագրագետի հետևից ով պիտի գնա։ Լուրջ չեմ ընդունել, իմ ճիշտն է ճիշտ է։ Բայց երբ կանգնեցինք փաստի առաջ, ես միշտ մտածել եմ եւ իմ աշակերտներին էլ սովորեցրել եմ, որ երբ որ չես հարգում փաստի գոյությունը, կմնաս փաստի ավերակների տակ։ Երբ որ նա ոչ բարով դարձավ վարչապետ, մենք տեսանք ինչ միջոցներով դարձավ, ինչպես մարդիկ շատ կարճ ժամանակում հավատափոխ եղան։ Ես նրան նամակներ եմ գրել։ Առաջին նամակս հետևյալի մասին էր, որ այս նամակը գրելու առիթը դարձել է ձեր իսկ, այն ժամանակ գրել եմ ձերով։ Ձեր իսկ կողմից ղեկավարված կառավարության
առաջին նիստում օգտագործված բառապաշարից։ Եթե դուք մտադիր եք կյանքի կոչել մեր ծոռումուռ շավիղներով զարգացած պատմությունը, մեր իրականություն ծուռ կողմերը ուղղել, բարի եղեք սկսել ձեր իսկ լեզվից, որտեղ ես չեմ կարողանում հասկանալ, որ լրատվամիջոցի ներկայացուցիչը, ես նրան գիտեի որպես դեղին մամուլի ներկայացուցիչ, դեղին մամուլի ներկայացուցիչն էլ պետք է լեզուն ճիշտ կիրառի, որովհետև լեզուն մեր ազգային բացարձակ արժեքն է, բացարձակ, նույնիսկ հողատարածքից, նույնիսկ բանակից ավելի, որովհետև եթե այդ լեզվով խոսողներ չկան, ուրեմն չկա այդ ազգը, չկա այդ երկիրը։ Ես կենսունակ է լեզուն, կենսունակ է ազգը, մինչև հիմա էլ ես այդ պատասխանը չստացա։ Հետո մի նամակ էլ գրեցի, որ դեռ ասում էի պարոն, դեռ չէի ասում թուրքի լամոք, ասում եմ, գիտեք ինչ, մեր Արագած սարը ֆիզիկայի լաբորատորիա է ամբողջովին, հավաքեք երկրից արտահոսած բոլոր խելոք գլուխներին, ապահովեք ամեն ինչով ներողություն, և մեկ անգամ լազեր ստեղծած ազգը կարող է էլի ստեղծել, մինչև հիմա պատասխան չեմ ստացել արդեն 7 տարի է, ես հասկացա, որ այդ երկու նամակն էլ ես իզուր եմ գրել, որտեղ դա ինչ-որ մեկի թղթերի զամբյուղում է հանգրվանել, բայց մենակ ինքը չէ, որ մեր լեզուն աղավաղում է, մենք ունենք շատ հայրենասեր, նախկին լրագրողներ նաև, որոնք կարծեք հայոց լեզվի երթևյալ թշնամին են դարձել։ Ինձ հավասարակշռությունից հանում է, որ դրական օժանդակ բայի վրա շեշտ են դնում։ Մեկ էլ գեղեցիկ քաղաքագետ է, լավ էլ բացատրում է, որ չի ասում է։ Այդ պահին շատ ներողություն, չգիտեմ ձեր եթերում կարելի չի կարելի, ես ասում եմ գրողու ցավ։ Էլ մարդ չկա բան սովորեք։ Ես ինչու են սրա ասածը կրկնում։ Ու բոլորը կառավարությունում, ազգային ժողովում, ալիքներում առնվազն սա չգիտեմ։ Հենց այստեղ Տիկին Ալեքսանյան, անդրադառնանք Հայաստանում տիրող կրթության ոլորտին, հա, ինչը կրթական սանդաղակի վրա է այսօր գտնվում Հայաստանը։ Շրիշակից են ներքև, գիտեք ինչու։ Եվ ինչ է այդ աստիճանին հասցրել։ Տեսեք այս դասագիրքը, երբ լույս ընծայվեց, առաջինը ես եմ աղաղակել։ Ես չեմ աշխատում, բայց կրթության գործը չի կարող ինձ համար օտար մնալ, որովհետև դա է ազգի դեմքը, ազգի էությունը, ինչու խորհրդային դպրոց ավարտածները այսքան կուռ գիտելիքներ ունեն, որովհետև կար հայեցակարգ, կար պետական հայեցակարգ, բայց մենք ուսուցիչներս այդ պետական հայեցակարգի մեջ անարգել տեղավորում էինք մեր ազգային հայեցակարգը, որովհետև մինչև կրթության և դաստիարակության, որոնք անժխտելիորեն կապված են միմյանց հետ, չի կարելի դրանք տարանջատել, եթե առանց դրա է մարդը գոյություն պահպանում, ուրեմն նա չի կարող համարվել կրթված մարդ։ Գիտեք, ազգային հայեցակարգը արդեն բավականին ժամանակ է, որ վտարված է, որովհետև այսօր եթե թուրքերին մենք ատում ենք, բայց թուրքական երաժշտություն են լսում նաև փողոցներում, հարսանիքներում, չէ։ Եթե ես հարսանիքի եմ մասնակցել, վերջում մոտեցել եմ այդ հանդիսավարին, եթե իհարկե խոսքը գրագետ է եղել, շեշտել եմ, շնորհակալություն, ասել են, ես իմ աշխատանքն եմ կատարել, ասում եմ, ոչ, ես շնորհակալ եմ օգտագործված լեզվի համար։ Ես լեզվաբան չեմ, բայց գիտեմ, որ ամեն մի բարձրագույն կրթություն ունեցող մարդ առաջին հերթին պետք է ապրի իր լեզվով
եւ գնահատի լեզուն ու պահպանի նաեւ։ Հիմա այսօրվա դպրոց ես կարող եմ օրինակներ բերել։ Ես մի տարուց ավել մասնակցել եմ կամքի շրջանակներում Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքի աշխատանքներին։ Գիտեք, մեր տղաների վրա ինչքան գործեր ստեղծեցին, նույնիսկ մենք մի հիանալի տղա ունենք, Հրաչը, պատերազմի երկրորդ օրը զոհվեց։ Կամքի բոլոր տղաները առանց մտածելու, առանց երկմտելու կամավոր գնացին Արցախ ճակատամարտերի։ Հրաչը հենց երկրորդ օրը զոհվեց, բայց նրա արյունը հենց այնպես թափվեց, իմ 5 աշակերտներն են զոհվել, իմ հորեղբոր թորն է զոհվել կամավոր, երեխաներ են մնացել որբացած, այս արյունը ով պիտի առնի իր վիզը, այս արյան համար ով պիտի պատասխան տա։ Ես արդեն ինքան եմ գնում Եռաբլուր, որ հավատում եք, իմ որդու հողին գնալու ժամանակը չի բավարարում։ Ես սա տրտունջով չեմ ասում, ես սա բողոքով եմ ասում, ինչու մենք պետք է ունենանք այսպես մեծացած, այսպես խորացած, այսպես լայնացած Եռաբլուր։ Ինչի համար, որ ոմանք իրենց կենսակերպը վայելեն իրենց ուզածի նման ապազգային մտածելակերպով, այս սահմանադրույն ունենք նախագահ, որ գրողից է իմա, ով կարող է իմանալ։ Մի օր Լիմայում է, այն մյուս օրը Մանիլայում է, այն մյուս օրը մահացածի դագաղի մոտ սելֆի անում, ախր ժողովուրդ, երբ պիտի ուշքի գաս, երբ պիտի զգաս, որ քեզ ձեռք են առնում, որ դու դադարում ես սուբյեկտ լինելուց, ժողովուրդ դու ես մեղավոր, դու քանդեցիր ազգի տունը քո անտարբերությամբ, քո անգիտությամբ, ամբոխի վերածվելու կարողությամբ, այսպես չի կարելի, հաստատ չի կարելի, որովհետև երբ որ Բելգիայում, Բրյուսելում, այն Ժան Միշել, հա, այդպես է, այդ կներեք Ամուլ Եզի անունը, դա Ամուլ Եզի տպավորություն է թողնում, նրա մեջ ֆրանսիական ոչինչ չկա, նույնիսկ դեմքն է թուրքի։ Երբ որ այսպես հորթերի նման ներողություն եմ խնդրում, մի կողմում Ալիևը քիթը ցած, մյուս կողմում այս խեղճ ու կրակը, գլուխը կախ, ուսերը փորն ընկած, քայլում են միջանցքներով, քայլում ու քայլում։ Գիտեք, ես սարսափելի վիրավորվեցի, երբ որ Բրյուսելում մի ընթրիք էր նախատեսված մասնակիցների համար, Ալիևն ու իմիջայլոց նրա վարքագիծը գիշատ չի է, բայց հանուն իր ազգի, իր առջև դրած նպատակներին հասնելու այդ պայքարի համար հարգելի է։ Նա գիշատի չէ, նա բռնակալ է, լավ է անում, թող մենք չընթարկվենք այդ բոլորին։ Մեղավոր է, որ ուզում է հաղթել, մեղավոր է, որ ուզում է իրականացնել իր նախապապերի երազանքները, մեկ հայ այն էլ թանգարանի համար, չմոռանանք դա, բայց չմոռանանք նաև, որ Ալիևը նստած էր այսպես թեք սեղանին, քիթը ցած, այս ոչը փուչը աչքերով, քթով, մազերով չունեցած, խրվել էր ափսեի մեջ, ահր սա խայտարակություն է, կամ երբ Ալիևը մատը ցցում է ու ասում ծաղրածու, հարբեցող ծաղրածու, ես դա ընդունում եմ, որ իմ աչքն է հանում, ժողովուրդ, մինչև մենք բոլորս չզգանք այս տառապանքը, չընդունենք, որ բոլորս ենք մեղավոր, ուրեմն շրջահայաց չեն գտնվել, մենք էլ ենք մեղավոր, ես միշտ ասում եմ, Սողոմոն Թելերյան, իջիր երկնքից,
Տիկին Ալեքսանյան, անդրադարձակ Հայաստանի եւ հայոց պատմության տարբերություններին, նախ արդյոք սա տարածաշրջանային, տարածքային եւ ժամանակագրական առումով չի սահմանափակում մեր պատմությունը եւ նաեւ այսօր փորձ է արվում տարանջատելու իրական Հայաստանը պատմական Հայաստանից, սա ինչ նպատակով է արվում։ Սա խեղճատակություն է։ Կներեք, որ չսպասեցի, որովհետեւ չկարողացա սպասել հարցը ավարտելուն։ Սա խեղճատակություն է։ Ես սովորել եմ 60-ական թվականների երկրորդ կեսում, այն ժամանակ մենք ունենք պատմության դասագիրք հայ ժողովրդի պատմություն։ Դեռ այն ժամանակ էլ գիտականորեն վեճը գնում էր, հաճախ ոչ թե շատ առօրյա, ասենք երևացող, այլ գիտական վեճ էր ընթանում հայ ժողովրդի, թե հայոց, որովհետև հայոց սեռական հոլով, չէ, նշանակում է հայերի պատմություն, որովհետև այդ դասագիրքը պետք է վերաբերի բոլոր հայերի պատմությանը, ոչ թե այս ոչնչության նման ինչ-որ թիթեղի կտոր կտրած, գրպանն է դնում, հանում է, բացարձակ արհամարանք է դա երկրի նկատմամբ, մանավանդ Արծվաշենի այդ փոքրիկ, այդ գիտեք, եթե ես իր նկատմամբ ասենք շատ մոտ դարածքի վրա գտնվեմ, ես այդ Արծվաշենի այդ փոքրիկ հյուլեն կվերցնեի ուղիղ աչքը կմրցնեի, որպեսզի կհասկանա, որ երկիրը իր համար խեղճատակի արենա չէ, ինքը եւ ծաղրածու է, պատերազմի ավարտից անմիջապես հետո ես հանրապետության հրապարակում բարձրախոսով, ոչ թե հենց այնպես եմ ասել, այլ բարձրախոսով, որ ինքը ոչ միայն հրահրեց պատերազմը, այլև հրավիրեց, որովհետև արդեն վաղուց ակնառու էր, որ ինքը դրածո է, ինքը լրտես է, ինքը օտարերկրյա ուժերի ներկայացուցիչ է եւ բոլորին չարժե, որ նրան անվանեն դավաճան։ Նա մերը չի եղել, որ դավաճանել է։ Նա զավթել է իշխանությունը, ես չեմ մոռանում, որ նույնիսկ 21 թվականին Էջմիածնի գունդը ամբողջովին տեղաշարժ արեցին, ընտրությունը կատարելուց հետո տեղաշարժ արեցին այն շքեղ ավտոբուսներով տարան մինչև Կապան, Մեղրի, այնտեղ էլ քվեարկելու։ Ասում են, թե բան չկա, ընտրությունը մաքուր է տեղի ունենում։ Թերևս առաջին անգամ 19 թվականի դեկտեմբերի 9-ին թերևս մաքուր էր։ Ես միշտ եղել եմ ընտրությունների մեջ, որը հանում ենք քպեր, որը հանում ենք քպեր, անժխտելի էր, որովհետև այստեղ դեր տարավ այն ժողովրդի անբացատրելի էյֆորիան, թե այդ ինչից էին, ում էին մերժում, ում դրեցին բանդ, նախ եւ առաջ, չէ՞։ Այդպես չի կարելի, եւ ժողովուրդն է շատ մեղավոր, որ բոլոր նախագահների ժամանակը նույնականացնում է, պետք է մարդկանց չի կարելի ժամանակից հանել ու քննադատել, պետք է ժամանակը անպայման հաշվի առնել, եթե գործ ունես պատմության հետ, իհարկե ոչ թե հեքիաթի։ Նորից վերադառնանք դպրոցում տիրող խնդիրներին եւ ես այստեղ կցանկանայի ուսուցչի դերին անդրադառնալ ձեր ժամանակվա եւ այսօրվա ուսուցիչների։ Ես հիմա այդ մասին ցավը շատերը հիմա գտնում են, որ ուսուցիչը աշխատելը պատվաբեր չէ այլևս, դուք ինչ կասեք։ Ես միշտ հպարտ եմ կրել այդ կոչումը, դա ինձ համար աշխատանք չի եղել։ Ես չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ իմ 36 տարիների ընթացքում ես ամեն առավոտ, անկախ եղանակից, անկախ եւ այլն, մտել եմ դպրոց այնպես, ինչպես ուրիշները թերևս կմտնեն շատ-շատերը ռեստորան։ Որովհետեւ իմ գիտակցության մեջ իմ կոչումը ու կոչումի պարտադրանքն է եղել։ Ես աշխատել եմ երեխայի հետ լինել մաքսիմալ անկեղծ, մաքսիմալ։ Հիմա էլ որ ասենք հանդիպում են նախկին երեխաներ, Տիկին Ալեքսանյան, ախր շատ եք խիստ, բայց մենք զգում ենք, որ մեզ շատ եք սիրում։ Ես միշտ այն ժամանակ էլ ասում եմ երեխաներ, վաղը այսօր կմեծանաք, կհասունանաք,
Դուք երջանկությամբ կհիշեք այն ուսուցիչներին, ովքեր ձեզ նույնիսկ ապտակել են, բայց չեն թողել, որ դուք շեղվեք, եւ դուք արգահատանքով եք հիշելու այն ուսուցիչներին, որոնց համար մեկ եղել, դուք կսովորեք, չեք սովորի, դպրոց կհաճախեք, կբացակայեք եւ այլն։ Մեր ժամանակը մանավանդ 90-ական թվականներից, երբ որ Արցախ ազատագրվեց, երբ որ Տիգրան Մեծից հետո առաջին անգամ հայկական հող էր ազատագրվում։ Գիտեք ինչքան եմ տարել երեխաներ Արցախի տարածքներ, մանավանդ իմ պիեսներով, իմ դերակատարներով, ծնողներով, ուսուցիչներով, իմիջայլոց այդ բոլորը մեզ համար իրականություն դարձնելու հնարավորությունը տալիս էր Պաշտպանության նախարարությունը։ Իմ երեխաները, այդ աշակերտներս, կերել են բանակի հացը, Իվանյան դպրոցում էինք մնում եւ ամեն երեկո ոտքով գնում էինք մինչեւ կենտրոն։ Ասում եմ երեխաներ, մի հատ նայեք Ստեփանակերտի մաքրությունը, Շուշիի մաքրությունը նայեք, այս հովանոցների առեղծվածային գոյությանը նայեք։ Գիտեք, այն ժամանակ, երբ որ զորամասերում բում էր բարձրանում պիեսների այդ ավարտից հետո, նույնիսկ մի անգամ մի զինվոր Խոջալուի տանկային վաշտում էր դա, այնտեղ չկա բեմ, չկա դահլիճ, կար ճաշարան։ Մի հավանաբար տեղացի զինվոր, գիտեք ինչ ասաց, ծափ էր տալիս ու սենցյան։ Այ էս պենա, թե չէ պիրում են զրզրացնում զահլատանում։ Ես ճիշտն ասած ներքին հպարտություն զգացի, որովհետև պիեսը կոչվում էր Սողոմոնն արդար է, հայոց դատը շարունակվում է։ Մենք այն ժամանակ ինչ երազանքներ ունեինք։ Երբ որ զինվորը վազում էր բեմ ու ասում, տոտա ջան, թողեք երկեմ հա հուրա հուրան, թողեք երկեմ հա գինիլիցը։ Մենք այսպես ենք ապրել, մենք այսպես ենք դաստիարակել, մեր օրա հերոսներով ենք դաստիարակել մեր երեխաներին, մեր ազատամարտիկների, մեր մահապարտների սխրանքներով ենք դաստիարակել։ Այսօր դրանք բոլորը բարձում են մոդայից դուրս են։ Դե եթե ազգային արժեքներին մոտենան մոդայի թելադրանքով եւ եթե այդ արժեքները գնահատում է, կարգավորում է մի չորացած ճպուր Ժաննա Անդրեասյան անունով, 1000 անգամ եմ ասել այդ ճպուր հետ քաշվիր, սա քո խելքի բանը չի, մի մարդ որ կարողանա Նժդեին ֆաշիստ անվանել ու գլուխը ուսերի վրա է։ Այսա մեր ժողովրդի մեղքն է, մեր ժողովրդի անհետևողական լինելու մեղքն է, այսպես չի կարելի։ Մենք կվերանանք որպես ժողովուրդ պատմության թատերաբեմից, որտեղ ամեն մի ժողովուրդ պատմության թատերաբեմում ունի իր տեղը, իր դերը։ Իսկ ուսուցիչների, ծնողների հրամայականը որն է այսօր, ինչը պիտի կատարեն նրանք այսօր, որ հետագայում էլ մենք այս իրավիճակի առաջ կանգնած չլինենք։ Ես ցավով, արյունահոսող սրտով, անկեղծ եմ ասում, արյունահոսող սրտով եմ ասում, որ ամաչում եմ, որ այսօրվա ուսուցիչը պայքարի առաջնաբեմում չի։ Ես ինքս դպրոց եմ մտել մի անգամից որպես փոխտնօրեն, բայց երբ ազգային զարթոնքը սկսվեց, մի օր չեմ բացակայել պայքարից, աշխատանքից, ոչ էլ աշխատանքից եմ բացակայել, ես այդ պայքարին մասնակցել եմ իմ տանը մնալու, իմ երեխաներով զբաղվելու, իմ հանգստի հաշվին, ես գտնում եմ, որ այն ժամանակ 88 թվին, 89 թվականին ինչ զարթոնք էր ապրում ազգային գաղափարը, այսօր ուսուցիչը թքած ունի, բան կա, հանրահավաք կա, չկա, բնակչության որ խավն է դրա հեղինակը, կարելի է մասնակցել, թե ոչ, ես որպեսի ասենք, այս 7 տարիների ընթացքում, որպեսզի կարողանայի տարբերակել
այս շարժումների իմաստը, նրա կրողներին ճանաչել, երբեմն գնացել եմ եւ լուր հանդիսատեսի նման սկսել ճանաչել։ Իսկ ճանաչելը պետք է մասնակից լինես, որ ճանաչես։ Ինչպես որ ժամանակին դպրոցում պարտադրում էի, մեր երեխաները պետք է ճանաչեն մեր հայրենիքը, այդ էքսկուրսիաների տանելով, որտեվ եթե դու չճանաչես քո հայրենիքը, ինչը պիտի սիրես։ Ինչը պիտի պաշտպանես։ Այո, եւ ինչը պիտի պաշտպանես։ Ես հիմա էլ ասենք, եթե չեմ ճանաչում որևէ շարժում եւ այլն, հերվից դիտողի դերում եմ։ Եթե գաղափարն իմը չի, երկրորդ անգամ չեմ կարող հայտնվել, ինչ ճիշտն է, ճիշտ է։ Ես հիմա գտնում եմ, որ մենք դեռ ունենք հնարավորություն, որ երկիրը փրկվի, որովհետև մենք ունենք պատրաստի կադրեր, պատրաստի պարզապես, որոնք կարող են երկիրը փրկել իրենց իմացությամբ, իրենց փորձով, իրենց նվիրվածությամբ, իրենց գիտելիքներով, բայց այսօր ուսուցիչը չի երևում այստեղ։ Այսա ինձ ուղղակի ցավ է պատճառում։ Եթե ուսուցիչին հարցնում եմ, ինչպես ես դու դասավանդում 7-րդ դասարանի պատմության դասերը, ասում եմ, ես հնով եմ, գիտենալով իմ մոտեցումը, հավանաբար, ես հնով եմ ասում, ասում ես ով է իրավունք տվել։ Բա որ քո վերադասն եկավ ստուգելու, ասում եմ, գրքերը փոխում ենք։ Այսինքն ուսուցիչը երեխային սովորեցնում է խաբեբայություն։ Ես այդպես չի անի, երբեք չի անի, անկեղծ եմ ասում, որովհետև ես կանգնեի երեխայի աչքում, եթե նա այսօր երեխա է, չի տարբերի, կթվա, թե ես քաջագործություն արեցի, էլի, որ կարողացա խաբել, երբ որ մեծանա ինքը թքելու է իմ հիշատակի վրա, կասի, իմ ուսուցիչը ինձ ստախոսության էր դաստիարակում, այդպես չի կարելի, այսօր պիտի ուսուցիչը որպես գիտակից, որպես, գիտեք, երբեմն ես խոստովանում եմ, որ կամ ես այս ժամանակինը չեմ, կամ ժամանակն իմը չէ, որովհետև ես չեմ կարող հանդուրժել, որ ուսուցիչը այդ քրչոտ շալվարներին ինչ են, էլի, ոնց որ աղբարկղի ցանած, անլվա, անխնամ, գլխից մեծ սենց անցքերով, 4 կողմը թելերը կախված, գիտեք ինչ, որ ամբողջ աշխարհին դա սազում, ուսուցիչին չի սազում, հաստատ չի սազում, էլի, ուսուցիչի ինչպես խոսքը պետք է լինի կշռադատված, այնպես էլ նրա կերպարանքը դասարան մտնելիս։ Ես օրինակ չհաշտվեցի, որ կարելի է տաբատով մտնել դասարան։ Թող ես դիտում եմ որպես հետամնաց, բայց ես տպավորվեմ աշակերտի աչքում որպես ուսուցիչ, ոչ թե հենց այնպես էլի հանուն աշխատավարձի կամ հանուն այն բանի, որ ինքը երևի չի գիտակցել իր ուսուցիչ դառնալու տառապանքը, ուսուցիչը միայն գովեստ լսելու համար չէ, նաև տառապելու համար է։ Այ Վան Գոգին մի լավ օրինակ կա, ներեցեք Վան Գոգի հետ կապված, երբ որ փողոցից այն անտերուն կնոջը երեխայի հետ բերել էր իր կացարան եւ ոչինչ չուներ կերակրելու, դիմում է արդեն անուն հանած մի նկարչի ունևոր, ասում է, ես խնդրում եմ ինձ պարտքով փող տալ, ես անպայման կվերադարձնեմ, երբ որ նկար վաճառեմ, այդ նկարիչը ասում է, ես քեզ փող չեմ տա, ասում է, փող ես ուզում որ տանես, ուտես, հագենաս ու չտարապես, ասում է, տարապիր, սոված մնա տարապիր, որովհետև տարապանքն է ծնում անմահությունը։ Հիմա ուսուցիչի կոչումը լոկ ծնողական սիրալիր վերաբերմունք չէ, ծաղիկներ չեն, գովեսներ չեն, ուսուցիչը նաև պիտի տարապել իմանա, իր դասը արդյոք լիարժեք հասցրեց աշակերտին։ Օրինակ, ես իմ մի ստեղծագործության մեջ, որ հայրենապատում է կոչվում, չափածո իմիջալոց մեր պատմությունը, մինչև Արցախյան շարժում։ Այսպեսի Տիգրան Մեծի մասին, այսպեսի տողեր ունեմ։ Տառապանքի բեռը ուսերին առել, արքա է դարել։ Որովհետև արքա
դառնալը ուրիշ բան է, արքա մնալը բոլորովին այլ բան, որովհետև չի կարելի, որ մարդը իր ընտրած մասնագիտությանը այսպես մատների արանքով նայի։ Այսօր մեր ուսուցիչների մեջ հրաշալի ուսուցիչներ կան, լավն է որպես մարդ, բայց եթե այսօրվա ուսուցիչը չկա հրապարակում, ես ինչպես բավարարվեմ, չեմ կարող բավարարվել, որովհետև ուսուցիչը պիտի լինի առաջամարտիկ, նա պիտի առաջինը լինի, որը հայրենասիրություն երեխային սովորեցնի, որը եթե առաջին տառերը ուսուցիչն է սովորեցնում, առաջին հաշվելու ուսուցիչն է սովորեցնում, ուրեմն ուսուցիչը պիտի լինի առաջինը ամեն օր։ Ես այդ կարծիքի եմ։ Տիկին Ալեքսանյան, նաև անդրադառնանք ուսուցիչների կամավոր ատեստավորման, արդյոք ճիշտ եք համարում այս ատեստավորումը եւ արդյոք նպատակային է, հա, իր նպատակին կծառայի։ Ոչ։ Ես բացասաբար եմ վերադառնում այս ատեստավորման գաղափարին, Գրիբաեդովը այսպիսի նախաբան ունի, չէ, ակտո սուդի։ Իսկ ովքեր են ուսուցչին ատեստավորման պարտադրում։ Անգրագետները, բառից բուն իմաստով Ժաննա Ավետիսյան կոչվող անգրագետներ, որոնք նույնիսկ հայերենին չեն տիրապետում, խոսում են երկդիմավոր բայաձևերով, բոլոր դերանունները, չգիտեմ, ինչպես են ցրիվ տվել լեզվով մեկ, այդպես չի կարելի։ Եվ հետո ես հասկացա, որ այդ ատեստավորումը կարողանում են հաղթահարել նրանք, ովքեր երևի խոստանում են, որ իրենք կպարապեն Լանզարոտեի կոնվենցիա, նրա հոդվածները։ Իսկ բոլորս գիտենք այդ 6 թե 7 հոդվածը ողբերգություն է, դա խայտարակություն էլ չի, դա ողբերգություն է, որը պարտադրվում է հայ երեխային։ Եթե այսօր երկրորդ դասարանի, առաջին դասարանի դասագրքերի այդ թերթերի, այդ միացման տեղում Ադրբեջանի դրոշի գույներն են առաջանում, ուսուցիչը մեղավոր չէ, որ ձեռքը կպցնում է այդ դասագրքին։ Ինչու չի բոյկոտում։ Ծնողի խելքը չի հասնում, ասենք թե թողնքը, ասի ես այդ դասագրքին ձեռք չեմ տա։ Ադրբեջանը կործանել է Արցախը, կործանել է Հայաստանի մի մասը։ Ադրբեջանը եւ նրա դրածոն մենակ նյութը չեն գողացել։ Նրանք երան թե միայն նյութ գողանային, նրանք գողացել են մեր ազգային ոգին, հոգին, մտածելակերպը։ Սա ավելի դաժան գողություն է, ավելի դաժան թալան է, քան որ կարելի է ենթադրել։ Գիտեք, ես հաճախ ասել եմ հետևյալը, հողը Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակի բոլոր թալանչիների գլխին միաժամանակ, որովհետեւ թալանը այ հիմա է թալան, որտեղ այն ժամանակներում ձևավորված այդ թալան հասկացողությունը, որը անպատիժ է մնացել, եւ ես ասել եմ, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն ասել եմ, սխալ նետված բումերանգի հետևանք է, ես սպասում եմ նրան, չեմ թաքցնում, որովհետև նա այն անհատն է, հզոր անհատ, որի համար երկիրը առաջնայինն է, հայրենիքը առաջնայինն է, մեր ազգային արժեքները առաջնային են, սպասում եմ ես իրեն եւ կարծում եմ, որ սխալ չեմ սպասում, բայց ասել եմ, այն ժամանակ, երբ դուք չպատժեցիք ՀՀՇ-ի թալանչիներին, ասելով, թե մի բուռ ազգ ենք, որ սկսենք պատժելուց, ինչ կմնա։ Իհարկե ես հասկացա նրան այն ժամանակ, որովհետև այդքան էլ հենարանել չուներ, եթե սկսեր երևի իրեն ամբողջ ցեղով, տնով, տեղով կվերացնեն։ Բայց թալանը հիմա է, այ թալան։ Մենք երբևէ կարող ենք մեր հիշողության խորքերում հայտնաբերել Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին որևէ դերակատարությամբ։ Ոչ։ Առաքինի տիկին էր, իրեն պահում էր նախագահի առաջին ընդ որում նախագահի հաղթած նախագահի
բարձրության վրա։ Մենք կարող ենք հիշել Բելլա Քոչարյանին, որ ինչ-որ միջամտեր, ինչ-որ ձևավոր, ինչ-որ լկտի կերպարանքով եւ այլն, անհնարին է այդ տիկինը իր ծանրախոհությամբ, իր խելքով, իր մոտեցումով էնել պատերազմի վիրավոր։ Մենք ոչ էլ Ռիտա Սարգսյանին կարող ենք հիշել որևէ բացասական գործունեությամբ, բայց ես հիմարը, որ իրեն հռչակել է առաջին տիկին, սա կին չի նախ, ինչպես մեր Էդգար Ղազարյանն է ասում, մարդ չգիտի ինչ ասել, ես եթերում ասել եմ, թուրքի լամուղն ու իր էքը, մեկը մյուսի արուն է կամ էքը, որտեղ նրանք խոստովանեցին, որ ամուսնացած չեն, օրինական չէ, իրենց կապը եւ այլն, բայց որ պետական միջոցներն են կուլ տալիս, այդ դա արդեն ճակերտների մեջ օրինական է։ Ես էլի պետք է ասեմ, որ այս հարցերում, այսօրվա հարցերում ուսուցչի մեղքը շատ է։ Ես որպես ուսուցիչ ցավ եմ զգում, որ ուսուցիչը կանգնած չէ հայրենիքի պաշտպանության առաջին գծում։ Ինչպես որ 88 թվին չկար ուսուցիչ համարյա, որը այն ժամանակ էլ կային, բայց քիչ էին, որոնք չէին մասնակցում, վախենում էին նախ եւ առաջ։ Եվ երկրորդը մենք կանայք ենք, բոլորս ունենք ընտանեկան գործեր։ Շատերն ասում են, հա, ճաշս թողնեմ գնամ օպերա։ Տիկին Ալեքսանյան, վերջում նաև այսպիսի մի հարց, դուք մեր երիտասարդների մեջ տեսնում եք այն ներուժը, որ կարող է Արցախը ազատագրել, որ կարող է Հայաստանը շնացնել։ Մեր գիտակցությունից, մեր բառապաշարից, երբեք չպիտի բացակայի Արցախ բառը։ Դա սոսկ բառ չէ, դա հայկական էություն է, որովհետև Արցախը Հայաստանի, հայկական լեռնաշխարհի այն տարածքներ, որտեղ երբեք չի եղել հայի բացակայություն։ Ես ավելի ճիշտ այն քիչ երջանիկներից եմ, ում վիճակվել է Տիգրան Մեծի Հայաստանը տեսնել, Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, բայց Արցախը ուրիշ է։ Արցախում միշտ եղել է պետական զգացողություն, Արցախը միշտ այդպիսին է եղել, օրինակ մինչև 1828 թվականը Թուրքմենչայի պայմանագիրը, այս տարածքներում գրեթե հայ չկար, շատ քիչ էին, և ցարական ինքնակառությունը զոհելով իր 250,000 զինվորի ու սպայի, զոհելով իր հրաշք դիվանագետին, դեսպանին, Գրիբայեդովին, այս տարածքները բնակեցրեց դարձավ Հայաստան։ Այսօր շատ-շատերը տեղից բարձրացողը Պուտին է հայոյում։ Սա տխմարության չգիտեմ որ աստիճանն է։ Այսինքն ինչ եք ուզում ապացուցել։ Պուտինը ես չարեց, ինչ արեց, Ռուսաստանը չարեց։ Ռուսաստանը ես դիտարկում եմ, որ բոլորովին էլ Հայաստանի դայակը չէ, որ Հայաստանը տակը թրջել է, Ռուսաստանը չի եկել փոխել, խնամել, այդպես չի կարելի։ Ամեն մի երկիր իր պետական շահի համար է պայքարում, բայց մեր պետական շահը ո՞րն է, որ մենք չենք պայքարում, չենք համապատասխանեցնում մեր դարերի ռազմավարական դաշնակցի հետ։ Մենք ենք մեղավոր, ուրիշ ոչ ոք մեղավոր չէ։ Իսկ այդ խաղաղության խաչմերուկը, որը հիմա էլ դարձել է խաղաղության պայմանագիր, ես միշտ ասել եմ, դա խայտարակության խաչմերուկ էր, որը հիմա վերափոխում է խայտարակության պայմանագրի։ Ով կարող է իրեն հաշիվ տալ, թե այդ պայմանագրի, չգիտեմ, 17-19 կետերից բաղկացած ինքը որևէ ստույգ տեղեկություն ունի պայմանագրի բովանդակության հետ, որովհետև սրանք զարգացման ծրագիր գրել չգիտեն, երբ որ այս ոչը փուչը մոտեցել էր իբր կառավարության ծրագիրներ ներկայացնում, Մարիա Կարապետյան կա է, այսպես տանձաձև դեմքով, սա հիշում եմ, որ ասած, պարոն վարչապետ,
մեծարգով վարչապետ, եթե դուք նույնիսկ A4 ֆորմատի սպիտակ թուղթ բերեք, ես մեկ է կողմ կքվեարկեի։ Սա է սրանց բովանդակությունը, քվեարկել դատարկությանը։ Հիմա, եթե սրանք ծրագիր գրել չգիտեն, ինչ պայմանագիր պիտի գրեն, են էլ ում դեմ։ Ադրբեջանի, որի ղեկավարը ցավոք եմ ասում, գրագետ է, զարգացած է, կրթված է, որտեղ նրա հայրը ժամանակին մտածել է նրան կրթության տալու մասին։ Եվ հետո պայմանը ներեց, որ նա դառնա գիշատիչ։ Այս խեղճ ողորմելին չգիտի ով է իր հայրը։ Չգիտի պարզապես, որովհետև ըստ օդում կախված լուրերի նրա մայրը իրեն վաստակել է Ղազախեցի թուրքից, ադրբեջանցուց, եւ ես բացարձակ ես հիմա էլ այստեղ եմ հայտարարում, քանիցս հայտարարել եմ, եթե նրա արյան մեջ մի կաթիլ հայի արյուն ճարվի, ես կհրաժարվեմ իմ անունից, իմ ազգանունից, իմ կենսագրությունից, իմ ամեն ինչից, որովհետեւ սա մեր գլխին պարտադրված չարիք է, սա ներ է, կիննել վհուկ է, ոչ ավելին։ Իսկ այդ խաղաղության պայմանագիր կոչված է հերթական խաբկանքն է, եւ այս ես չեմ ասում միամիտ, չէ, մեր ժողովուրդը ինչու պիտի միամիտ լինի, որ այսքան զուլումների միջով անցած ժողովուրդը եթե մնում է միամիտ իբր, ուրեմն ենթակա է ոչնչացման, ուրեմն արժի որ ոչնչանանք, ափսոս որ շատ ափսոս որ ինչպես ժողովուրդն ասում, թասն էլ չորի հետ այրվում է։ Շնորհակալ ենք Տիկին Ալեքսանյան, այսքանով ավարտենք մեր հարցազրույցը։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ մենք զրուցում ենք մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանի հետ։